կողմից Գագիկ Մակարյանն է, հայ-բուլղարական առևտրատնտեսական պալատի նախագահը։ Պարոն Մակարյան, ում դաշտում է սպահին խնդիրը, որտեղից ակնկալել լուծում, արդյոք Հայաստան-Վրաստանի դեսպանությունը, հարց տալուց միասին, արդյոք Հայաստանում Վրաստանի դեսպանությունը հենց այն մարմինն է, որ պիտի լուծում տա խնդրին։ Իհարկե ոչ, դեսպանությունը այդ մարմինը չի, դեսպանությունը խոստացավ պատասխանել եւ մամուլում հայտնվեց լուր, որ Վրաստանի ֆինանսների նախարարությունն էր պարզաբանել, որ դրանք զուտ մաքսային գործընթացներ են, այսինքն ոչ մի ենթատեքստ, ոչ մի դիտավորություն չկա, բայց փաստորեն ես ամսոցանքով պիտի ասեմ, որ խնդիրը արդեն 1 ամսից ավել լուծում չի ստանում եւ այստեղ ես տեսնում եմ գրված ցուցանակներ հայ-վրացական բարեկամության մասին, պետք է հոգ տարվի, որ այդ բարեկամություն բառը արդեն ճակերտների մեջ չհնչի, այլ իրականություն համարվի, որովհետև այն ինչ-որ հիմա տեղի ունենում վրացական կողմից բացարձակապես հակասում է առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին, որպես տրանզիտային դերներ, դրանք պետք է հանգիստ տեղաշարժվեն Վրաստանի տարածքով, Վրաստանը խախտել է լեռնափոխանցումների ազատ տեղաշարժման իրավունքը եւ զարմանալի է, որ մեր համապատասխան պետական մարմինները եւ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը առևտրի համաշխարհային կազմակերպությունում չի դիմում դեռևս այդ դժգոհությունը արտահայտելու։ Ես կարծում եմ, որ մեր պետական մարմինները, որոնք որ միշտ խոսում են այն մասին, որ պետք է հարկատուներին հարգել, սա այն կոնկրետ դեպքն է, որ պետք է հարկատուներին հարգել եւ հարկատուների շահերը պաշտպանել, որովհետեւ Հայաստանի կոնյակագործությունը ունի դարերի պատմություն եւ դա Հայաստանի նաեւ գերակա ճյուղերից մեկն է եւ նաեւ չմոռանանք, որ ընդամենը 4 ամիս հետո խաղողի մթերման ժամանակն է մոտենում եւ նորից այդ պետական մարմինները պետք է թակեն այս կոնյակագործների դռները, գինեգործների դռները, որպեսզի խաղողի մթերում կատարվի եւ այդ դեպքում արդեն իրենք որոշակի պետք է որ բաց երեսով կարողանան այդ թակելը իրականացնել։ Ես ասեմ ձեզ, որ Վրաստանը ես միշտ ուսումնասիրում եմ տարբեր պետությունների տնտեսությունները, դուք գիտեք տարբեր առիթներով մամուլով խոսում եմ։ Վրաստանի տնտեսությունը գտնվում է Թուրքիա, Ադրբեջան, ուրեմն այդ երկկորեակային զույգի ազդեցության տակ։ Բավական է ձեզ ասեմ, որ Վրաստանի ներմուծման ծավալները 11 միլիարդի մեջ, ընդամենը 3-3.5 միլիարդ է արտահանումը, այսինքն թույլ տնտեսություն ունեցող պետությանը վերածվում Վրաստանը, որտեղ արտահանումը 30-35%-ից չի անցնում, դա շատ վատ ցուցանիշ է ներմուծման համար, այսինքն դեֆիցիտը 70% է։ Դրան պլյուս առաջին գործընկերը Թուրքիան եւ Ադրբեջանը միասին վերցրած 3 միլիարդ դոլարից ավելի։ Երկրորդ տեղում արդեն Ռուսաստան եւ այլ երկրներ։ Հետեւաբար Վրաստանը կարծում եմ, որ հաջողանալու համար նաեւ ես չեմ ուզում սա քաղաքական հնչողություն ունենա, բայց հարկադրված եմ ասել, որ սա հաջողանալու նաեւ առիթ է, որ նա փորձում է թուրք-ադրբեջանական այդ երկկորեակային զույգին հաջողանալ եւ երկրորդը, որ նույնպես հետաքրքիր է եւ կարեւոր ուշադրություն դարձնել։ Վրաստանը արտահանում է մոտավորապես 250 միլիոն դոլարի գինիներ եւ կոնյակ։ Կոնյակը ընդամենը կազմում է 1.5 միլիոն շիշ, շատ փոքր թիվ։ Հայաստանի արտահանման ծավալը կոնյակների կազմում է 20-25 միլիոն շիշ։ Այսինքն թվում է թե շատ փոքր թիվ է, բայց Վրաստանի այս գործելակերպը եւ առավել որ նա վերցնում է մեր արտահանողների փաստաթղթերը ուսումնասիրում է, նա տեսնում է կոմերցիոն գաղտնիքները, որ ռուսական ընկերությանն է վաճառվում, ինչ գնով է վաճառվում, ինչպիսի բաղադրություն ունի տվյալ կոնյակը, որը վաճառվում է այդ գնով։ Եվ այդ ամբողջ ինֆորմացիան ես ենթադրում եմ, որ վաղամիսօր փոխանցելու են իրենց կոնյակագործներին եւ փորձել են այս շուկան խաթարելով գրավել աշխարհում։ Սա տերոր է, տնտեսական տերոր է ուղղակի Հայաստանի կոնյակագործական։ Որնական այսինքն նա շփոթ այստեղ հավաքված կոնյակագործներ, որոնցից հատուկ է բոլորը չէ, բայց մեկում են այդ անհանգստությունն ունեին, որ գուցե իրենց քիչ-քիչ այստեղ հասնի դարակաշարը զբաղեցնել։ Այո, ասել դες որ Վրաստանը 4 բրենդով կոնյակներ է վաճառում, արտադրում, Ադրբեջանը նույնպես ունի կոնյակ, իհարկե նրանց կոնյակները որակով
շատ կտրում զիջում է եւ տարբերվում է, բայց չի բացառվում, որ եթե Ադրբեջանը անդադ գրողն է մեր հանքարդյունաբերության վրա, շրջակա միջավայրի պատճառաբանություններով, Վրաստանի միջոցով էլ հիմա գրողում են մեր կոնյակագործության եւ խաղողագործության վրա։ Աղամիսոր եթե այդ խաղողը չմտնի, դուք պատկերացրեք ինչպիսի դժգոհություն պետք է զինվորների ֆերմերների կողմից եւ նաեւ դա կարող է ներել կոնյակ եւ գինի վերամշակող արտադրողների եւ ֆերմերների միջեւ, քանի որ նրանք հարկադրված են ներու չմթերել, քանի որ իրենք չգիտեն թե ապագան ինչպես է լինելու եւ այսօր շատ գործարաններ ունեն, որ պատրաստ իրենց մեքենաները բեռնվածել չեն կարող, այս քաշքերի պատճառով։ Ես կարծում եմ, որ նաեւ պետք է Հայաստանը դիմի ԵԱՏՄ-ին, ինչու, որովհետեւ որպես ԵԱՏՄ անդամ պետություն եւ բեռները հիմնականում առաքվում են դեպի ԵԱՏՄ, մասնավորապես հատկապես Ռուսաստան, բեռիտերը Ռուսաստանն է շնորհիվ ստացողը։ Ես կարծում եմ, որ այս երկու ճակատով առևտրի համաշխարհային կազմակերպություն եւ ԵԱՏՄ պետք է զրուցել։ Վրաստանի դեսպանությունը կարծում եմ, որ չի անի, իրենք այսպես խորհրդավոր կեցված են ընդունել եւ որևէ ասելիք չունեն։ Բայց մեր պետական մարմինները չպետք է լռեն, պետք է կտրում լինեն եւ այսօրվա միտինգը ես ողջունում եմ ինչով, որ սա նաեւ աջակցություն է մեր պետական մարմիններին, որտեղ մեր պետական մարմինները իրազեկված են, բայց իրենց ոչ ակտիվ եւ լռելի վիճակը ցույց է տալիս, որ իրենք իրապետում են իրավիճակին, գիտեն իրավիճակը ինչ է, ենթադրում են որտեղից է հարված է գալիս եւ չեն ուզում հավանաբար իրենք դա քաղաքական մակարդակով ներկայացնեն, բայց մենք պետք է օգնենք մեր կառավարությանը այսպիսի բողոքներով, այսպիսի միտինգներով, որ դուք անում եք եւ դրա համար շատ ողջունելի է, որպեսզի դա լսելի լինի նաեւ այլ դեսպանությունների, այլ համապատասխան մարմինների։ Ես կարծում եմ, որ այստեղ բացարձակապես Հայաստանը խնդիր չունի, ինքը ճիշտ է վարվում եւ նաեւ արտադրողները ու ֆերմերները ճիշտ են վարվում, ուղղակի պետք է լսելիությունը դարձնել նաեւ պետական մակարդակով, որովհետեւ մեր միտինգների մակարդակով խնդիրը կարող է ձգձգվի եւ ինքը իրան մարի։ Հնարավոր է, որ մի երկու օրից մարի, բայց դա էլի բավարարություն չի, որովհետեւ պետությունը պետք է կանգնի հարկատուի կողքին, իր արտադրողի կողքին, իր քաղաքացու կողքին, որոնք աշխատում են այդ գործարաններում։ Դա կարևոր գերակա ճյուղ է, արտահանման ճյուղ է։ Տարիներ առաջ մեր կոնյակագործությունը, ալկոհոլային խմիչքները Հայաստանի արտահանող ապրանքների առաջին հնգյակի մեջ են եղել։ Հիմա մի փոքր հետ են մղվել, որովհետև Ուկրաինա-Ռուսաստան կոնֆլիկտի պատճառով այլ արտադրանքներ են մղվել առաջ։ Բայց դա չի նշանակում, որ ոլորտը իրենց սպառել է։ Մեր տեղեկություններով այս պահին ակցիայից երկու հոգի Հայաստանի Վրաստանի դեսպանությունում են, փորձում են պարզաբանումներ ստանալ, ավելի ուշ կլսենք նաև նրանց, իսկ այս պահին մենք կզրուցենք վարորդի հետ, որը բախվել է խնդրին, համեցեք, խնդրեմ, այստեղ կանգնեք, ներկայացեք։